Բարոյ երեկո սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան։ Այս երկրորդ թե երրորդ օրն է արդեն համանցածում այս օտարի տասովչիկները սենց ակտիվացած յանը մարդամեջ են դուրս եկել իրանք այդքան կան մի հատ էլ մարդկանց հետ սենց լուրջ խոսակցության են բռնվում յանը իրանք լուրջ տղային ուժեղ տղային սենց լուրջ տղու դեմքով վարչապետի եւ Պուտինի հանդիպումն են հանդիպումը եւ հանդիպման ընթացքում այդ խոսակցությունն են դնում վերցնում մի հատ էլ բերանները լիքը ասում են օ դե պետք չէր Պուտինի հետ այդ ձև խոսալը վերջով առավտուր են կանում ես են կանում են կանում մեզ գազատալի էս անում են անում այդ թափթափած այդ մի հատ sense վախվոր յանը ուժեղ տղա են իրանք հայ մարդու արչև ցես ներկայանում են ուժեղ տղա բայց օտարի սարսափը տեսնելիս ես դողները մտում է ջանը օй բա որ գազը սարքեն այսքան բա որ էսան են բա որ էլի բիզնես Ծառուկյան Գագոյի մոսկուներով մեկը կա ես Ծառուկյան Գագոյին ասելիք չունեմ ես գետինը կմտնեմ Ծառուկյան Գագոյին sense ինչ-որ քաղաքական գնահատականներ տամ գիտեք ինչի համար որովհետև ժողովուրդ ջան ես ինչ ասեմ մի մարդու ես ոնց լավ էլի ես չեմ դուք եք մի հատ եկեք ամեն ինչ sense դնենք միան ոնց կարանք ես կամ դուք ոնց կարանք մեզ թույլ տանք մեր ծանր տեղը թիթևեցնենք մեր ծանր տեղը թիթևեցնենք իշնենք պիլինտուզից էլ ամենացածր մակարդակի որ քաղաքական մակարդակով Ծառուկյան Գագիկին գնահատական տանք ոնց գիտեք ինչը չի մեզ թույլ տալի որ մենք իշնենք այդ մակարդակի որովհետև Ծառուկյան Գագիկին գնահատական տվել են մեր իսկ կողմից մերժված բանտան կես մետանոց Սերժիկը Հովիկ Աբրահամյանի նստել է կողքը, Աշոտյանին է դրել է հանրապետական կուսակցության շտաբում, սենց իրանց այդ շտաբում, Աբյոմի վրա ասել է Աշոտյան, ասա, քո գնահատականը հնչեցրու Ծառուկյան Գագիկի նկատմամբ։ Ասեք, եթե Աշոտյանը իմ կողմից Ժորժ ջան, եթե իմ կողմից մերժված Սերժ Սարգսյանը ամբողջ հանրապետական իրանց այդ մաֆիայով, ժամերով, ուղիղ եթերով, սենց Բարձրաձան, բացահայտ, գնահատական են տվել Գագիկ Ծառուկյանին։ Ամեն ինչ ասել են։ Հիմա ես ինձ ոնց թույլ տամ Գագիկ Ծառուկյանին բան ասեմ։ Մենք կարանք այդքան ցածրանանք, որ մեր կողմից մերժվածը ինչ ասել է։ Մի հատ մենք մեզ թույլ տանք։ Իրան գնահատական տանք Գագիկ Ծառուկյան։ Գիտես ինչ, մենք չենք կարող մեզ թույլ տանք քեզ գնահատական տանք, որովհետև գիտեք ինչ, ինքնասիրությունն էլ է լավ բան։ Մենք ով ոմաց նման ինքնասիրություններս կորցրած չենք ապրում ինքնասիրությունը մեզ համար կարմիր գիծ է արժեք է մենք չենք կարող մեր ինքնասիրությունը կորցնենք քեզ գնահատական տանք մի պարզ պատճառով որովհետև մեր կողմից մերժված ջահելները քեզ ինչ պետք է անել ասել են այս քո վրով Ժորժ ջան Ես ուզում եմ հստակ եւ պատասխանատու մի բան ասել։ Բերանը ծուրտի խոխա, նախտ, սա ֆիքսում ենք, սա հայ մարդու որոշումն է, որը քննարկման ենթարկա չէ, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղյան խուլիգան մաֆիան իշխանություն չի լինելու։ Սա կարմիր գիծ է հայ մարդու դեմը քաշած, որը քննարկման ենթարկա չէ։ Արցախյան Ղարաբաղյան շարժում կլինի, ինչ կլինի, այլևս որպես քաղաքացի պատասխանատու ասում եմ։ Ղարաբաղի շարժումը, այն որ ցենց խոսում են Ղարաբաղի շարժումից, ես ինչից, ես իմ էդի շարժումից եմ խոսում, այլևս, այդ շարժումը, այդ խոսակցությունը, այլևս Ղարաբաղյան խուլիգան մաֆիան Հայաստանի Հանրապետությունում Ղարաբաղի շարժում շահարկելով իշխանություն չի արևանգելու, այլևս այդ օրակարգը գոյություն չունի Հայաստանի Հանրապետությունում, այդ օրակարգը օրակարգ չի Հայաստանի Հանրապետությունում, չկա այդպիսի օրակարգ, եւ այդ օրակարգով, այդ օրակարգը թելադրելով, այդ օրակարգը առաջ բերելով, որևէ մեկը այս պետությունում իշխանություն չի արևանգելու, մոռացեք, սա մահացած թեմա է, որը այլևս վերադարձ չունի, սա մերժված թեմա է, որը այլևս վերադարձ չունի։ Բերանը ծուրտիկ խոխա 7 գլխանի վիշապ։
Պրիվետ Ռոբիկ, հայ մարդու այրունը տասնյակ տարիներով ծծած, հայ մարդու ապական գնդակարած, հայ մարդու իշխանությունը արևանգած, հայ մարդուն վախի ստրախի մեջ շպահած, հայ մարդու սեփականությունը գույտ պարկի դիմաց, 2 կոպեկ գրոշների դիմաց տված, հայ մարդու այրան կարոտ մնացած, բերանը ծուրտի խոխա, Կարաբաղյան, խուլիգան, ամբարոյականի վաստակ մաֆիան այլևս իրական Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չի լինելու։ Օտար երկի այդ կալուգացի մի հատ Սամվել կա։ Էտի, բերանը ծուրտիկ խոխեն, կենս մետրանոցը, մերժվածը, ես ասեցի, չէ, ես չեմ կարալ Պիլինտուզի մակարդակի տիշնեմ, Գագիկ Ծառուկյանին բան ասեմ, քանի որ իմ կողմից մերժված Սերժ Սարգսյանը իր ամբողջ խմբակով, ինչ պետք է Ծառուկյա Գագիկին ասելա, դրա համար ես չեմ կարալ իմ ծանր տեղս թիթևեցնեմ, իշնեմ Պիլինտուզից ամենացածր մակարդակին 5 սանտիանոց Պիլինտուզներ կա, իշնեմ այդ դրա մակարդակից է ցածրը Գագիկ Ծառուկյանին ինչ որ բան ասեմ, ես մի մարդու ինչ ասեմ, եթե իմ կողմից մերժված է, իրան ամեն ինչ ասելա, լամ դաժե քֆուրա գերել, ուժեղ տղայա, ճիշտ տղայա, քֆուրա գերել, սարքության քֆուրա գերել, որ այլևս քաղաքականությունով չի զբաղվելու, բայց արի տես քաղաքականությունով է զբաղվում, ով եք դուք, ես ձեր ապրածը դնեմ կասկածի տակ ու դնում եմ ձեր ապրածը կասկածի տակ, ես ձեր ապրած կյանքն եմ դնում կասկածի տակ, այդ դուք էտ տեսակն եք, Ես գադագյուդեքը, են որ 90-ականներին, 98, 99, 2000-ական թվականներին ինանց պապաներին բախտ հաջողվեց գնդակահարելով, որպեսզի գնդակարեն Հայաստանի Հանրապետության ապագան եւ արևանգեն Հայաստանի Հանրապետությունը, իրանց այդ պապաներին էլ այդ բախտը հաջողվեց։ Իրանք է որպես հենց աշխուժակներ օգտագործվեցին պարախոդներով բանով 10 օջիկի կարգավիճակ պիտակները ստացան, պորտվելները ստացան, հայ մարդկանց, ոնց հայ մարդկանց վախը բռնեցին, սիրելի մարդիկ, մեկին կրակեցին, սպանեցին, մեկին ծեծեցին, նիվալից ակեցին, մեկին մի պատվալ հրավիրեցին, մեկին 1-2 հայ մարդիկ է տեսան, որ սրանք իրանց արած արարքների համար պատասխանատվություն չեն ենթարկվում, մարդ են սպանում, գույլատ են ըննում, մարդ են արևանգում, գույլատ են ըննում, մարդկանց եղած չեղածը ձեռքներից խլում են, գույլատ են ըննում, մարդիկ էլ ասեցին լավ Արես սովքեր են սրանք, շար են, փորձանք են, որևէ մեկը չուզեցավ իրանց այդ թեմայի մեջ մտնի կամ իրանց հակադարձի կամ իրանցից շատ խոսա, սենց մարդիկ ջան, 10 տարվա մեջ տենց 5 տարվա մեջ քոչոյի ժամանակ, 5 տարվա մեջ տենց հայ մարդու վախը բռնեցին, այսինքն հայ մարդուն վախի ստրախի մտնոլորտի մեջ պահելով, հայ մարդուն ազատ բարձրացան խոսքի արտահայտելու իրավունքից զրկելով, հայ մարդուն իր սեփական պետության իշխանության ճակատագիրը որոշելու իրավունքից զրկելով, տենց հայ մարդուն արևանգության մեջ տենց պահելով վախի ստրախի մտնոլորտի մեջ Հայաստանի Հանրապետությունը, այսինքն հայ մարդու սեփականությունը օգտագործեցին իրենց անձնական երջանկության, հաջողության եւ հարստության համար։ Եվ դե հենց հաջողակ բիզնեսմեններ դառան։ Հայ մարդու սեփականությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց սեփականացրին, իրենց անձնական հարստության համար աշխատացրեցին։ Ու հետո 2 կոպեկ գրոշներ sense բան արին, յանը բարեգործություն են անում։ 10 դրամ բարեգործություն արին, տասնյակ հազարավոր դոլարների եկամուտ ստացան, մի հատ sense բարեգործի միտակ խփեցին, եսի չեր արեցին, 10 դրամի բարեգործություն արին, տասնյակ հազարավոր դոլարներից հարկերից խուսափեցին, sense արագորեն, շատ արագորեն միլիարդատերներ դառան, ու փաստորեն sense ածական անուններ sense բրենդային ձեռք բերեցին ու sense յանը հեղինակություն դառան ամեն մեկ իրանց համար։ Այդ ձև են աճել սրանք ինքնուրույն ոչինչ չեն եղել։ Սրանք եթե մնացել են ինքնուրույն, սրանք ոչինչ չեն, ուղղակի ոչինչություն։ Հիմա էլ են ոչինչություն, այնտեղ չի հիմա որ եսի ինչ են։ Ու խոսակցությունը երկարում մենք սրանց մասին շատ ենք ասել, այնտեղ չի որ նորություններ պետք է ասենք կամ որպեսզի մենք զարմանանք, ասենք այդ նորությունը ասեցինք, իրանց հայ մարդը ավելի լավ է ճանաչում, քան իրանց սեփական ծնողները կանան իրանց ճանաչեն։ Չկա այնպիսի հայ մարդ, որ իրանց կենսագրությունը, իրանց ապրածը չիմանա իրանք ով են։ Այնտեղ չէ՞ մարդիկ ջան, որ պետք է հելենենք, էսիկ պետք է ասենք քոչոյի մասին, ասենք մեկի մասին, ասենք որ մենք ճանաչենք իրանց։ Մենք շատ լավ ենք իրանց ճանաչում, դուք ավելի լավ եք իրանց ճանաչում, այնքան լավ եք իրանց ճանաչում, որ իրանց հարազատ ծնողները իրանց այդպես չեն կարող ճանաչել։ Ուղղակի խնդիրը գիտեք ինչու՞մն է, ասենց հելել են հայ բուդուր, վարչապետ Պուտին հանդիպումն են դնում վերցնում։ Հոյ, վարչապետը ոնց խոսավ, սխալ արեց, էս արեց, այն արեց, հաճոյանում են։ Պուտինի անձնական 10 օջիկները
Հաճոյանն է։ Ուրեմն լսեք, գյադեք։ Նախ, այո, Վլադիմիր Պուտինն ինձ համար ուժեղ առաջնորդ է, ուժեղ մարդ է։ Սա ասեմ, սա իմ անձնական կարծիքն է։ Ուժեղ առաջնորդ է ինքը։ Գիտեք ինչ, այսօր 2018 թվականին, անմիջապես հենց 2018 թվականից հետո ես համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի նախագահը, տեղն է բերում իրական Հայաստանի Հանրապետությանը, տեղն է բերում իրական Հայաստանի Հանրապետության իրական առաջնորդին եւ իրական Հայաստանի Հանրապետության իրական վարչապետին, իրական ուժեղ տղուն նայում է առաջնորդի որպես ուժեղ առաջնորդի աչքերով։ Պուտինը վարչապետի նայում է որպես ուժեղ առաջնորդի աչքերով, ուժեղ տղու աչքերով։ Իսկ ձեզ Ռոբիկ, Տաշիր, Սամվելիկ, Սերժիկ, Ծառուկյանին չի կարա նայի, Ծառուկյանից թեմայում չկա вообще։ Ձեզ նայում է տասովչիկի աչքերով։ Պուտինը ձեզ էս շփվել է, այնպես, ինչպես որ շփվել, ձեզ էս շփվել է վարվել այնպես, ինչպես որպես տասովչիկ, որպես տասովչիկ։ Պուտինը ձեզ ընկալ է եւ ընկալում է որպես տասովչիկ։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընկալում եւ ընկալելու է որպես ուժեղ տղա, որպես պետության առաջնորդ։ Իսկ ձեզ Ռոբիկ ասելով նկատի ունեմ այդ փաթեթը, այդ երյակը, պատերազմի երյակը։ Ձեզ ընկալել եւ ընկալում եւ ընկալելու է որպես տասովչիկ, որովհետեւ դուք Պուտինի այդ ուժեղ տղու անձնական տասովչիկներն եք եղել։ Պուտինի տասովչիկներն եք եղել։ Եղել եք եւ կլինեք։ Եվ Պուտինը ձեզ օգտագործի այնքան, ինչքան կկարողանա, այնքան միջի ձեզ ժերտվա կտա։ Բայց տասովչիկի ճակատագիրը է դա։ Տասովչիկի ճակատագիրը շատ դաժան է լինում։ Ու ասում եմ ամենան պատասխանը, դուք այն ֆիգուրը չեք, այն մարդը չեք, որ երկու ուժեղ առաջնորդի, երկու ուժեղ տղեկի խոսակցության մեջ եք մտել եւ դնում եք վերցնում։ Ծառուկյան Գագո, Պրիվետ Ռոբիկ Բերանը Ծուրտիկ Խոխա, Տաշիր Սամվելի Կալուգացի, դուք այն տեսակը, այն որակը չեք, որ վարչապետի կամ Պուտինի խոսակցությունը երկու ուժեղ տղեկի, երկու պետության առաջնորդների խոսակցությունը դնեք վերցնեք։ Սա ձեր տեղը չի։ Սա ձեր տեղը չի։ Այդ տասովչիկներին ինչ եք եկել մտել երկու ուժեղ տղու խոսակցության մեջ ու այդ երկու ուժեղ տղու խոսակցությունն եք դնում վերցնում քննարկում։ Ով եք դուք։ Ով էլի։ Դուք այդ ֆիգուրը չեք ախր։ Դուք են տեսակ են որակը, ես իմ հեղինակությունը չեք այդ գադեք, որ վարչապետ ու Պուտին խոսակցության մեջ մտեք ու այդ խոսակցությունը դնեք վերցնեք։ Այո, Պուտինը վարչապետին նայում եւ նայելու է ուժեղ տղու աչքերով, ուժեղ առաջնորդի, իրական առաջնորդի աչքերով։ Իսկ ձեզ նայում է եւ նայելու է տասովչիկի աչքերով։ Ինչ նախնդիրը։ Հիմա տասովչիկները այդքան մեծացան ու այդքան կարող են իրաց թույլ տան, որ ասենք երկու ուժեղ տղեկի խոսակցության մեջ նիրա դնեն ու դնեն վերցնեն այդ խոսակցությունը։ Գյադեք, ով եք։ Եկել եք հայ մարդուն, քարոզչություն եք անում, հայ մարդուն, առջև կանգնում եք ուրիշի գովքն եք անում, հա։ Ուժեղ մարդ տեսած չէիք։ Զարմացել եք արա։ Այո, աշխարհն է զարմացել 2018 թվականից Հայաստանի Հանրապետության առաջնորդով աշխարհն է զարմացել, որովհետև աշխարհը արդեն հասկացել է, որ առաջնորդի հետ է շփվում, որ պետության ղեկավարի հետ է շփվում, որ ուժեղ տղու հետ է շփվում։ Իսկ մինչև 2018 թվականը 1990, երբ որ Հայաստանի Հանրապետության ապագան գնդակարեց Ղարաբաղյան կլանը, Ղարաբաղյան մաֆիան, երբ որ Կարեն Սերոփիչ սպանեցին, Վազգեն Սարգսյան սպանեցին, այդ օրվանից հետո աշխարհը չի ընկալել մեզ, աշխարհը չի ընկալել։ Բաներ կա ուզում եմ ասեմ, ուղղակի հարթակի այս կապի օրենքները թույլ չի տալիս, որ ասեմ, թույլ չի տա, բայց մտքիս մեջ ասում եմ, այո 2018 թվականից, ինչպես Ռուսաստան, այդպես էլ աշխարհը շատ լավ հասկանում եւ գնահատում է, որ Հայաստանը ներկայացնում է
իրական առաջնորդ, Հայաստանը ներկայացնող իրական առաջնորդ է, Հայաստանը ներկայացնող իրական ուժեղ տղա է, այլ ոչ թե ձեր նման տասովչիկներ։ Ինչպես նաև Պուտինն է շատ լավ հասկանում եւ գնահատում եւ իրական Հայաստանի Հանրապետության իրական առաջնորդի նայում է իրական առաջնորդի աչքերով, իրական ուժեղ տղու աչքերով։ Իսկ ձեզ այ լանթի կտորներ նայում է եւ նայելու է տասովչիկի աչքերով, որտեվ դուք եղել եք եւ կլինեք տասովչիկ։ Միան տասովչիկը կարար, օտարի տասովչիկը կարար Հայաստանի Հանրապետության հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց գույք պարքի դիմաց տար։ Միան օտարի տասովչիկը կարա օտարի գով քանի։ Միան օտարի տասովչիկը կարա հայ մարդու աչքի դեմը կանգնի։ Իր քարոզարշավի ժամանակ օտարի գով քանի, օտար պետության ղեկավարի գով քանի։ Միան ձեր նման լանթերը կանան, բայց ձեզ ցավակցում եմ քաղաքամակարդակով, որովհետև ձեզ մնաց հաշված օրեր, հունիսի 7-ին ձեր ոչնչացման օրն է լինելու քաղաքակիրթ մակարդակով։ Հունիսի 7-ին ձեր լինելությունը եւ գործունեությունը հավերժ եւ հավիտյան կասեցվելու է իրական Հայաստանի Հանրապետությունում։ Հունիսի 7-ին հայ մարդու տասնյակ տարիներով սպասված վրեժի օրն է լինելու քաղաքակիրթ մակարդակով։ Հունիսի 7-ին հայ մարդը ամենամեծ հարգանքով դատական ինստիտուտի նկատմամբ, բայց հունիսի 7-ին հայ մարդը բոլոր դատավորների լիազորությունները եւ պարտականությունները վերցնելու է իր վերահսկողության տակ եւ ձեր դատավճիռը հավերժ եւ հավիտյան կայացնելու է։ Հայ մարդ, ինչպես ասել ենք, հիմա էլ ասում ենք, մենք ամեն օր ամեն ժամ զինվում ենք քաղաքակիրթ մակարդակով վրեժխնդրությամբ, որտեղ հունիսի 7-ին մեր հայ մարդկանց տասնյակ տարիներով սպասված քաղաքակիրթ մակարդակով վրեժխնդրության օրն է լինելու։ Հունիսի 7-ը տարբերվելու է 2026 թվականի հունիսի 7-ը տարբերվելու է 2018 թվականից։ 2018 թվականը մերժման օր էր։ Բայց հունիսի 7-ը 2026 թվականի վրեժխնդրության օր է քաղաքակիրթ մակարդակով։ Չկա մերժելու որևէ մեկին, որտեղ մերժելը մենք մերժել ենք։ Մենք մերժել ենք, բայց վրեժխնդիր չենք եղել։ Վրեժխնդիր չենք եղել։ Ինչ պատճառներով, որտեղ հեղափոխության օրենքները եւ արժեքները թույլ չտվեց։ Իրական Հայաստանի իրական ուժեղ տղեն թույլ չտվեց, որտեղ շատ ուժեղ էր, դրա համար թույլ չտվեց, որտեղ ուժեղ տղեկը վրեժխնդիր չեն լինում, որտեղ ուժեղ տղեկը վրեժխնդիր չեն լինում ուղղակի։ Շատ ուժեղ էր, դրա համար թույլ չտվեց։ Բայց այս ուժը, այս հարգանքը, այս սերը, այս հարստությունը, այս օտարի տասովչիկները վերենացել թուլության։ Թաքնվելով այս հարստության թիկունքում մտել են ուժեղ տղու կերպարի մեջ, լեզուները ոտների տակ գցած օտարի գովք են անում։ Ինչ ասես ասում են, ոնց ասես ինձ խոսում են։ Վերջ, բոլոր կարմիր գծերը անցած վիճակա սրանց մոտ, մեր համբերությունն էլ հունից ելած է, էլ չկա տեղ համբերելու։ Մենք անհնարինը հնարավոր դարձնելով, մեր հարկ եղած դեպքում, մեր սեփական կյանքի գնով, այդ անհնարինը հնարավոր դարձնելով, որ խուլիգան մաֆիան ամենասարսափելի երազում հնարավոր չէ պատկերացնել։ Այդ անհնարինը հնարավոր դարձնելով, մենք ամբողջ ոգով, սրտով, ամբողջ ուժով, քաղաքակիրթ մակարդակով պատրաստվում ենք վրեժխնդրությամբ, որտեղ հունիսի 7-ը հայ մարդու տասնյակ տարիներով սպասված վրեժխնդրության օրն է լինելու։ Հունիսի 7-ին հայ մարդը դատավորն ամենամեծ հարգանքով դատական ինստիտուտի նկատմամբ բոլոր դատավորների լիազորությունները եւ պարտականությունները վերցնելու է իր վերահսկողության տակ եւ վերջնականապես իր դատավճիռը կայացնելու է։ Ու այս խոսքերի լրջության վրա կա հնարավորություն, որ ոմանք քննի ծախտան, հեգնեն։ Եվ այդ ժամանակը մինչև հունիսի 7-ն է։ Բայց հունիսի 7-ին ժամը 12:00-ին այս խոսքերի լրջության վրա հեգնողները, այս խոսքերի լրջության վրա կասկածողները մինչև իրանց կյանքի վերջ
քաղաքակիրթ մակարդակով մեզ ցավ են ապրելու ու այդ ցավը անբուժելի է լինելու մինչև իրանց կյանքի վերջ քաղաքակիրթ մակարդակով տարապելու են այդ ցավերի մեջ հունիսի 7-ին մաֆիայի եւ ժողովրդի միջև վերջի պատերազմի օրն է լինելու քաղաքական մակարդակով եւ ժողովուրդը եւ ժողովրդավարությունը հունիսի 7-ին քաղաքակիրթ մակարդակով ուղղակի մաֆիային ոչնչացնելու է քաղաքակիրթ մակարդակով մաֆիայի լինելությունը եւ գործունեությունը հավերժ եւ հավիտյան կասեցնելու է Հայաստանի Հանրապետությունում մաֆիային օտարի տասովչիկներին կեցե ժողովուրդը կեցե ժողովրդավարությունը իսկ քաղաքական մահը հունիսի 7-ին կեթա մաֆիայի ննջարաններ հունիսի 7-ին քաղաքական մահը մտնելու է մաֆիայի ննջասենյակներ քաղաքակիրթ մակարդակով անհամբեր սպասեք հունիսի 7-ին հունիսի 7-ը սա երևի պատմության ամենակարևոր օրերից մի օր է լինելու որտեղ հունիսի 7-ը 27 տարվա հայ մարդու սպասված վրեժի օրն է լինելու 28 տարվա սպասված վրեժի օրն է լինելու քաղաքակիրթ մակարդակով եւ տասնյակ տարիներով հայ մարդու այրունը ծծծածները թող հստակ իրանց անգաճին օղանեն որ հունիսի 7-ին իրանց բերանից վարար ջետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը քաղաքակիրթ մակարդակով տասնյակ տարիներով հայ մարդու այրունը ծծածներ եւ այրան կարոտ մնացածներ հայ մարդուն իր սեփական մայրաքաղաքի սրտում կրակած սպանածներ այն մի հատ էլ բերանը ծուրտիկ մի հատ խոխա Ղարաբաղցի են որ բերելին հիմա էլ տաշիրի թիմում է իրան դրելա գեներալի տեղ այդ տրուսը այդ ոչնչությունը ազգային անվտանգության խնդիրը ինչի՞ ազգային անվտանգությունը այդ դրանով զբաղվում են որ քոչոն բերել էր Ղարաբաղից որ հայ մարդկանց կրակի սպանի որ Երևանցուն կրակի սպանի մայրաքաղաք Երևանի սրտում հիմա էլ տաշիրի թիմում գեներալա քաղաքական մահ արդեն քո ննջասենյակ է մտել այդ դեֆորմացված ուժս արդեն քաղաքական մահը քո ննջարանում է քո ննջասենյակում է զգուշ մահը եկել ատեղ քաղաքական դու բրծում չունես այդ տերորիստ եկել ես հիմա Երևանում խաղեր ես տալի այդ երևանցիներին կրակած սպանածներ հունիսի 7-ին երևանցիների տավուշցիների սյունեցիների լոռեցիների ամբողջ հայ մարդու տասնյակ տարիներով սպասված վրեժի օրնա քաղաքակիրթ մակարդակով Ղարաբաղյան խուլիգան մաֆիա օտարերգյա օլիգարխա հունիսի 7-ին այն որ տասնյակ տարիներով հայ մարդու արունը ծծել եք այդ ծծած արունը վարար գետի նման հոսելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ փողոցներով մեկ քաղաքակիրթ մակարդակով անհամբեր սպասեք հունիսի 7-ին որտեղ հունիսի 7-ը քաղաքակիրթ մակարդակով ձեր վերջավորության օրն է լինելու ձեր վերջն է լինելու ձեր ոչնչացման օրն է լինելու քաղաքակիրթ մակարդակով եւ հայ մարդիկ այո քաղաքակիրթ մակարդակով զինվում են վրեժ խնդրությամբ քաղաքակիրթ մակարդակով հայ մարդիկ հունիսի 7-ին բոլոր դատավորների լիազորությունները եւ պարտականությունները վերցնելու են իրենց վերահսկողության տակ եւ իրենց դատավճիռը վերջնականապես կայացնելու են կեցե հայ մարդը կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը կեցե խաղաղությունը կեցե Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության հզորացման երջանկության շատացման զարգացման միակ երաշխավորը այսինքն խաղաղությունը եւ այդ խաղաղության տեր ու տիրակալը այդ խաղաղության ավելի ու ավելի միակ երաշխավորը դա հայ մարդն է հայ մարդու ցավը տանեն դա հայ մարդն է եւ հայ մարդը հունիսի 7-ին սիրելի դատավորներ ամենամեծ հարգանքով դատական ինստիտուտի նկատմամբ ձեր բոլորիդ ամենամեծ հարգանքով բոլորիդ նկատմամբ լիազորությունները եւ պարտականությունները քաղաքակիրթ մակարդակով վերցնելու է իր վերահսկողության տակ եւ իր դատավճիռը կայացնելու է չկասկածեք ու անելու է սա հունիսի 7-ը մաֆիայի եւ ժողովրդի միջև պատերազմի վերջի օրն է լինելու
վերջի օրն է լինելու։ Այլևս հունիսի 7-ից հետո մաֆիան որևէ հնարավորություն, որևէ շանս չի ունենալու նորից ու նորից պատերազմներ հրահարի ժողովրդավարությանը եւ հայ մարդուն։ Մաֆիան կեցե ժողովրդավարությունը։ Աստծո ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Բարի գիշեր։